Հանուն Հոր եւ Որդվո եւ Օգուին Սրբո ամեն։ Ահավասիկ սիրելիներ, համաձայն մեր հայկական տոնացույցին այսօր կսկսենք Սուրբ Խաչիդոնեն ետք 9-րդ գիրագին, որ է նաև վերջին գիրագին նախքան սկիզբ տալը հիսնագած, որ կնշանակե ծննդյան պատրաստության կարևոր եւ գեղեցիկ շրջանին։ Մեր այսօրվան Ավդյանի հատվածը բավականին հետաքրքրական է սերներ, որ կաղված է Ղուկաս Ավդյանիչեն 8-րդ գլուխ 49-րդ համարեն 57-րդ համարները։ Մեր այսօր Ավդյանի մեջ տեսանք ունինք Հայրոս անով ժողովրդապետի աղջիկան մահը մարդկային դեպքն է, բայց դարօրինակը, որ սպասված չէր այնքան շուտ մեռներ, աղջիկը 12 տարեկան էր միայն։ Մյուս կողմեն Քրիստոսի միջամտությունը որպես բժիշկ, որպես մխիթարիչ եւ սուկի մեջ ուրախություն եւ նոր շունչ բերող։ Պիտի հարցնեք, թե վարդապետը ինչպես։ Կուզենք ավելի խորանալ տեսնել ինչ իմաստ ունի մեր այսօրվան ավետարանը։ Կգրտնեմ անոնք, որոնք կուզեն կարդալ Ղուկաս 8-րդ գլուխ 49-րդ համարեն 57-րդ համարները։ Առաջին գետը ավետարանը գսե ժողովրդապետին դունեն մեկը եկավ եւ անոր, այսինքն ժողովրդապետին ասավ. Աղջիկդ մեռավ, այլևս մի հոգնեցներ վարդապետը։ Երկու կարևոր բառեր, որոնք կներկայացնեն մարդուս մեր խեղճ վիճակը եւ հոգեբանությունը, որոնք են այդ երկու բառերը։ Մեռավ, ինչ կնշանակե, վերջացավ։ Երկրորդ բառը մի հոգնեցներ, ինչ կնշանակե, մեկ խոսքով լուծում չի գա, վերջացած է ամեն ինչ։ Միթե այս անձը չի նմանիր մեզի, ոչ թե միայն իր ժխտական մոտեցումով, այլ նաև հույսեզուրկ հոգեվիճակով, նմանավանդ այսօր։ Լսեցինք այսօր անտեսվածը, եբրայեցիներու նավակը, որ գսե օրերը չար են։ Երկրորդ կետը նախքան ժողովրդապետը խոսիլը Քրիստոս անմիջապես եթե նշմարեցիք, անմիջապես արիդ չի դար ժողովրդապետին, որ մեկ բառ ասե, նույնիսկ մտածե։ Քրիստոս կմիջամտե եւ գարդասանի 3 կարևոր բառեր։ Առաջին, մի վախնար։ Այսօր ոչ պետք ունենք այս բառին, շատ։ Եվ բարաբի չէ, որ ավետարանի մեջ 365 անգամ այս բառը կա։ Ինչ կնշանակի 365 անգամ։ Օրը մեկ անգամ նվազագույնը։ Քրիստոս գսե մի վախնար։
կնշանակի գասկած մի ունենար։ Եվ որ վախնաս կնշանակի գասկած ունես։ Երկրորդ բառը գսե միայն հավատա։ Այսինքն վստահություն ունեցիր Քրիստոսի վրա։ Եվ երրորդ եւ գեղեցիկ բառը աղջիկդ պիտի ապրի։ Իտե ասմյան երեք տախտասություններ առնենք բավարար է մեզի։ Մի վախնար, կասկած մի ունենար, միայն հավատա, եդես թե լուծում ինչ ես շուտ պիտ հասնի, ամեն ինչ պիտի լուծվի։ Ես վստահ եմ, որ ոս որ դուք իմ անստած եք, ձեր մեջ դերևս գեսը մտահոգություններ ունի, հարցեր ունի, պիտի իլա, պիտի չլա, ինչ պիտի լա, եվ պիտի լանջես պիտի իլա, կարծեմ բալասխանը գարնեգ այսօր։ Մի վախնար, միայն հավատա, աղջիկդ պիտի ապրի, եթե հարցդ մերած է, եթե լուծումդ մերած է, հարություն պիտի առնե, պիտի լուծվի, բայվոր հավատաս։ Երրորդ գետը Ավետարանը գսե թե Հիսուս կնաց ժողովրդապետին դունը, լավ լսենք, Հիսուս ժողովրդապետին դունը կնաց, և այդտեղ գդիրեր դխուր վիճակ, ուրախություն չի կար, լաց, գոց, ողբացան վիճակ։ Այսօր սերեներ, արդեն իսկ վարժվեցանք, թե ամեն ինչ որ գխնդրենք, մեր դուները գահաստին շատ թյուրին, անգլերենով գսեն delivery, խնդրես, և դունդ կհասնի։ Քրիստոս 2000 տարիներ առաջ և որպեսի այդ դանը անդամները հանգստացներ երևակայեցեք։ Ինքը անցամբ կնաց իրենց դունը, չեսավ թողքան իրենք։ Ինչու կնաց, լուծելու և անոսմե պարադելու բոլոր դժվարությունները և մութ բահերը։ Նպատակը մեկ էր, կնաց լուծելու։ Մենք ասերներ ունենք այսօր նույն արիթը։ Հերացանին վրա որ նստած կլանք, մեկ գոջակ գողես, դելևրին դունդ կհասնի։ Այսօր Քրիստոս կսե խնդրե ինձի։ Ես պիտի կամ գովդ, խնդրե։ Չխնդրես ինչպես պիտի կամ։ Չի հրավիրես ինչպես պիտի կամ ես։ Գբաքսի մեկ բան, զինք խնդրենք, չի զարնես թուրը, պացող չլար կեզի, զարկ, որ պացող լա թուրը կեզի։ Չորորդ գետը, երբ անոնց կով եկավ, ըսավ, նայեցեք ինչ կեղեցիկ է, ասանք դեր ուրդեն գրնանք կտնել։ Միլակ, աղջիկը մերած չէ, այլ գքնանա։ Այսօր սերներ, ով է այնանց, որ մեր դունը կալով, եթե կա անշուշտ, այսօր բոլորս սպաղած ենք, բադրաստ է մեր հոգերը լսելու և ամենակարևորը մեր աչքին արցունքները սրբելու։ Այսօր մեր դունը կալով գսե, որ եգուր ես աչքի դարցունքները սրբեմ մեկը, գարժե բահմա մտածել այս նախտասյանը վրա։ Ես կմերժեմ իմ մխիթարողս և գնտունիմ զիս վիրավորողը։ Ով որ եկած է, որ իմ աչքերս արցունքը սրպե գսեմ իրեն կնա, ով որ իմ դունս չիկա, որ աչքերուս արցունքները սրպե իրեն գսեմ 1000 բարի։ Ինչ խեջ է մեր վիճակը։ 5-րդ գետը Քրիստոսի հագարակ բոլոր իր մխիթարիչ արարքներուն Ավետարանը նայեցեք ինչ կսե։ Անոնք զինք գծաղրեին, որովհետև գիտեն, որ աղջիկը մերած չէ, ներողություն գիտեն, որ աղջիկը մերած է։ Մենք մեր առօրյա կյանքի մեջ քանիցս գծաղրենք և չենք ընդունիր և կամ հավատար մեր Տիրոջ, քանի անգամ օրվա մեջ։ Եվ դարակրական բաժինը այն է, թե այնքան ինքնավստահ գլանք, որ գսենք, շատ լավ գիտեմ, թե Քրիստոս զիս չի լսեր և նույնիսկ կգասկածիմ ադոր քոյության մասին։
Սերներ, եթե հիմա ձեզ հարցնեմ, որ ոսն ստած եք, քանի հոգի այս խոսքը ըսած գարձեմ ձեր գեսը, ձեր կերը վեր պիտի բարձրացնեք։ Ձեզ մեկ քանի հոգի ըսած է, որ դեր ուր ես չես տսեր ինձի, ինչու ծկած ես, ինչու մտիկ չես ներ ինձի։ 6-րդ եւ վերջին գեդը։ Ինձ մտիկ չներ դերը, նայեցեք ինչ կսե։ Բայց այս բոլորով հանդերձ Հիսուս մեր ցերկենն բռնելով նայեցեք ինչ կսե, գշարունակե սելև այսօր ամեզի կսե։ Աղջիկս եւ կամ դղաս ոտքի ել քու բոլոր հարցերդ քու բոլոր նեղություններդ, քու բոլոր դժվարություններդ, քու բոլոր դարաբանքներդ, որովհետև այսօր քեզի լուծումը պիտի հասնի։ Սիրելի քույրեր եւ եղբայրներ, այսօր կանչված ենք ոտքի ելելու մեր ժխտական եւ հուսալքված վիճակեն, վերջ այլևս։ Դուրս գալու մեր բնտակլուխ մդայնութենեն եւ դեսնելու եւ նամանավանդ խնդրելու գլխակիր ճշմարտությունը, որովհետեւ ցորքան կշարունակենք մնալ այս բանդարգված վիճակի մեջ, չարին բանդի մեջ։ Պիտի չտեսնենք ոչ հույսը եւ ոչ ալ հրաշքները, որոնք պատրաստ են իրականանալու։ Սակայն կսպասեմ մեր հավատքին եւ մեր ամբողջական վստահությանը Քրիստոսի եւ անոր խոսքերուն հանդեպ Ամեն։